Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն է, բարև ձեզ պարոն Օրդուխանյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես մոտ 2 օր առաջ հայտնի դարձավ ամեն դեպքում Պենտագոնի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, կդադարեցվեն ավելի քան $1 միլիարդ արժողությամբ զենքի մատակարարումները եւ դրանց արտադրության պատվերները։ Ինչպես դա կանդրադառնա ռուս-ուկրաինական հակամարտության վրա եւ ինչու ամեն դեպքում Միացյալ Նահանգները գնաց նման որոշման։ Ակնհայտ է, որ նահանգների նոր վարչակազմը նոր քաղաքականություն է որդեգրել եւ սա վերաբերում է ոչ միայն ուկրաինական խնդրին, այլ առհասարակ գլոբալ քաղաքականությանը, որովհետեւ մենք տեսնում ենք շատ կտրուկ նաեւ ինչ որ իմաստով որոշումներ դաշնակիցների եւ հարևան պետությունների նկատմամբ, այնպես որ այս քաղաքականության մեջ առանցքը միայն ուկրաինական հարցը չէ։ Ուկրաինական հարցի պարագային բնականաբար ամերիկյան օժանդակության կրճատումը կամ դադարեցումը վատթար կերպով է անդրադառնալու Ուկրաինայի հնարավորությունների վրա այս պատերազմում, բայց մենք տեսնում ենք, որ այս ֆոնին հայտնվում են այլ սուբյեկտներ, որոնք կարծես թե փորձ են անում լրացնել այն վակուումը, որը կարող է առաջանալ, իսկ մենք տեսնում ենք դրա նախադրյալները եւ բնականաբար շատ ակտիվ նախաձեռնողականություն Եվրոպայում անվտանգության պատասխանատվության ստացման տեսանկյունից առաջնահերթորեն Եվրոպայի մեծ տերություններն են Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա եւ մենք տեսանք արդեն շեշտադրումները թե հանդիպումների տեսքով Թրամփի հետ, թե առանձին ելույթները նույն պարլամենտում Սթարմերի եւ 3 Մակրոնի հայտարարությունը ուղերձը։ Տեսեք, ամեն դեպքում մենք նկատում ենք, որ Եվրամիություն Միացյալ Նահանգներ հարաբերություններն են լարվում, ոչ միայն Միացյալ Նահանգներ Կանադա, Միացյալ Նահանգներ Մեքսիկա, այլև Միացյալ Նահանգներ Եվրամիություն։ Այս ամեն ինչը նկատելի է, որ աշխարհաքաղաքական որոշակի փոփոխություններ են տեղի ունենում։ Ըստ էության Միացյալ Նահանգները ուժերի հաշվեկշռի վերագնահատման եւ դերերի բաշխման քաղաքականություն է փորձում իրականացնել եւ ըստ էության այստեղ բոլոր կողմերի հետ ստացվում է թե դաշնակիցների, թե մրցակիցների Միացյալ Նահանգները ճշգրտումների անհրաժեշտություն է տեսնում, բայց սա եկեք նկատենք, որ նոր վարչակազմի քաղաքական գիծն է, որը նաեւ Միացյալ Նահանգների ներսում որոշակի դժգոհությունների եւ հակադրությունների է արժանանում եւ հայտարարությունները շատ ավելի բարձր են, քան ըստ էության այն գործողությունները, որոնք դրանց հաջորդում են, օրինակ կարող եմ բերել 2 օր առաջ Կանադայի նկատմամբ կիրառված այդ տարիֆների քաղաքականությունից այսօր գոնե ավտոմոբիլային շուկայի հետ կապված, այսպես ասենք, հետաձգումը նույն որոշման, որովհետև նույն Wall Street-ը, այսպես ասենք, բավականին կտրուկ անկում գրանցեց այդ օրերին։ Բայց հիմար քայլ որակեցին, չէ՞, Կանադայի կողմից վարչապետը հենց մեջբերելով լրատվամիջոցների։ Այո, այդպեսի եղավ որակումը եւ ասաց, որ սա փոխադարձ ազդելու է բացասական իմաստով սահմանի երկու կողմերին, թե ԱՄՆ-ում, թե Կանադայում է ունենալու հետևանքներ, այնպես որ սրանք, տեսեք, քաղաքականություններ են, որոնք այսպես ասենք բարձր են հնչում, բայց կիրարկման տեսանկյունից մենք տեսնում ենք նաև կոմպրոմիսների որոնում, որովհետև միանշանակորեն պարտադրել որոշումներ, այսպես ասենք, նահանգները որքան էլ հզոր ներուժ ունի բոլոր ոլորտներում, տնտեսական, քաղաքական, էներգետիկ, այնուամենայնիվ չի ստացվելու, որովհետև սրանք փոխլրացնող շուկաներ են եւ փոխկապակցված շուկաներ են։ Եվ սա է պատճառը, որ այդ որոշումները միանգամից, այսպես ասենք, չեն կարող կիրարկվել եւ նաեւ տեսեք, սա պայմանավորվում է, ինչպես ասացի, ուժերի հաշվեկշռի վերագնահատման քաղաքականությամբ, բայց օրինակ եթե Միացյալ Նահանգները ուզում է Ռուսաստանին մասնակիորեն վերադարձնել այն հաշվեկշռի մեջ, որը թույլ կտա այլևս Չինաստանին այդ տեմպերով չզարգանալ, այստեղ ինքը վերականգնելով հաշվեկշիռը իր քաղաքականությամբ խախտում է հաշվեկշիռը նույն Եվրոպայում։ Եվ այդ հաշվեկշիռը կարող է մեկ այլ սուբյեկտ փորձել վերականգնել, այսինքն միտեղ շահելով կարող ես մեկ այլ տեղ տուժել, եւ մենք տեսնում ենք, որ Չինաստանն է բավականին, այսպես ասենք, soft power-ի տեսանկյունից, հա, փափուկ ուժ է փորձում կիրառել, մենք տեսնում ենք Կանադա եւ ԵՄ հարաբերությունները կարծես թե ավելի են սերտանում եւ նույնիսկ խոսվում է շատ հնարավոր, այսպես ասենք, եվրոպական ընտանիքի մաս դառնալու հեռանկարի մասին, այնպես որ այստեղ հարցեր շատ կան եւ արագ լուծումներ այնուամենայնիվ հնարավոր չեն լինելու։ Պարոն Օրդուխանյան, ամեն դեպքում
Ինչի էր պետք Միացյալ Նահանգների նախագահի կողմից այդպիսի արտահայտություններ անել Ուկրաինայի նախագահի հասցեին, օրինակ համեստ հաջողություններով, չգիտեմ, կատակերգու կամ բռնապետ կամ մինչև չլինեն նախագահական ընտրություններ չի կարող այնտեղ խաղաղություն հաստատվել, չի կարող որոշակի առաջընթաց գրանցվել, որովհետև գործող նախագահը չունի վարկանիշ, նրա վարկանիշը 4%, իսկ այդ հայտարարությունների իմաստը ո՞րն էր։ Եթե այդ հայտարարությունները իրականում լուրջ իմաստ ունենային, նույն նախագահը իրեն ուղղված հարցի պարագայում չէր ասի, որ ես չեմ հիշում նման բան եմ ասել։ Ես ուզում եմ դա հիշեցնել, որ նույն Թրամփը այդ հարցին, թե դուք անվանել եք Զելենսկուն բռնապետ, ասաց ես չեմ հիշում, որ նման բան եմ ասել, այնպես որ այստեղ դիսկուրսը ավելի կոշտ է, ինչպես ես ասում եմ, բայց գործողությունները այդ նույն կոշտությունը ունենալ չեն կարող, որովհետև Միացյալ Նահանգները ունի ստրատեգիական շահեր այդ պարագայում նաև Ուկրաինայում։ Ինքը ուղղակի ինչ է ուզում անել, ուզում է մաքսիմալ շահել կողմերից եւ հասկանալով, որ դեմոկրատների վարած քաղաքականությունը, ինչպես բնորոշում է այսօրվա վարչակազմը, հանգեցրել է Միացյալ Նահանգներին ֆինանսական բազմաթիվ խնդիրների, ինքը փորձում է այդ հետ ստանալ այն ինչը որ համարում են, որպես օժանդակություն տրամադրվել է եւ տեսեք ինչն է հետաքրքիր, երկու անգամ ձախողվեց այդ գործարքի կնքումը։ Չնայած նախագահը Միացյալ Նահանգների հայտնի է որպես լավ գործարք կնքող, բայց մեկ անգամ Ուկրաինայում ես նկատի ունեմ այդ հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, որ ֆինանսների նախարարն էր ժամանել, առաջին քայլը դա էր, հետո երկրորդ անգամ տապալվեց այդ նույն համաձայնագրի ստորագրումը հենց Սպիտակ տանը։ Սա ցույց է տալիս, որ այնուամենայնիվ առանց կոմպրոմիսների կոնսենսուս չի լինելու եւ այստեղ խոսքը չի վերաբերում բացառապես Ուկրաինա եւ Միացյալ Նահանգներ հարաբերություններին, այստեղ շատ կարեւոր է այդ կոմպրոմիսների եւ կոնսենսուսի հավանությունը ստանալ նաեւ եվրոպական խոշոր տերություններից, իդեմս Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, որովհետեւ սա ուղղակիորեն վերաբերում է հենց իրենց անվտանգությանը։ Այս խնդիրը, այս պատերազմը տեղի ունենում եվրոպական հողի վրա։ Բայց արդյոք Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպումից հետո, երբ տեսանք թե ինչ եղավ Վաշինգտոնում Թրամփ-Զելենսկի հանդիպման ընթացքում եւ դրան հաջորդ ինչպիսի հայտարարություններ հաջորդեցին, մենք տեսանք Զելենսկուն նաեւ հայտարարությունը կարծես թե 3, որ մեզանից ոչ ոք չի ուզում անվերջ պատերազմ, Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ կայուն խաղաղությանը հասնելու համար։ Ես եւ իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության հետ կայուն խաղաղությանը հասնելու համար։ Սա արդյոք ավելի այսպես ասած զիջողի դիրքերից հանդես եկող նախագահի հայտարարություն կամ ուղերձ չէր։ Սա այն կոնսենսուսն է, ինչի մասին ես խոսեցի, որովհետև մենք տեսանք կոնգրեսին ուղղված նաև ուղերձում Թրամփի մեղմ ավելի ձևակերպումներ հենց Ուկրաինայի վերաբերյալ, որ նամակ է ստացել, ամեն ինչ կարծես թե գնում է դեպի կարգավորը, այսինքն չի կարող առանց կոնսենսուսի հարց լուծվել։ Բայց արդյոք այդ ամեն ինչը կլուծվի հօգուտ Ուկրաինայի, թե հիմա հակառակը ինչ հնարավոր է Ռուսաստանը կկարողանա նաև Միացյալ Նահանգները պոկել Ուկրաինայից։ Տեսեք, Միացյալ Նահանգները կփորձի ստանալ առավելագույնը, բայց այն ինչի մասին խոսում է նոր վարչակազմը ԱՄՆ-ի, դա նաև անուղղակիորեն անվտանգության երաշխիքներ է պարունակում։ Իհարկե ոչ ռազմական տեսանկյունից, բայց նաև հայտարարվեց ԱՄՆ ադմինիստրացիայի կողմից, որ եթե մենք, չէ, տնտեսական շահ ենք ունենում Ուկրաինայում, դա լավագույն անվտանգության երաշխիք է, որտեղ մենք պաշտպանելու ենք մեր տնտեսական շահը։ Սա չի լինի ռազմական, բայց քանի որ Թրամփը կարծես թե ստանձնում է ավելի շուտ միջնորդի դերակատարություն, ասեք դերերը փոխվեն, ոչ թե կոնֆլիկտի կողմ, այլ միջնորդ, իսկ միջնորդը հնարավորինս պետք է կարողանա բալանս պահել, որպեսզի կարողանա բանակցություն կազմակերպել նույն Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ։ Այստեղ անվտանգության, այսինքն դերակատարումը աջակցության տեսանկյունից ստանձնում են եվրոպական խոշոր տերությունները, իդեմս Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, որոնք ասում են մենք պատրաստ ենք այսօր եւ ռազմական բյուջեներն ավելացնել եւ ուկրաինական խնդրի պարագայում ավելի շատ աջակցություն ցուցաբերել եւ նաեւ Մակրոնը հայտարարեց, որ Ռուսաստանը տեսնում է որպես ուղիղ սպառնալիք Ֆրանսիային։ Սա նշանակում է, որ քայլերը անվտանգային տեսանկյունից, սա նաեւ ուղերձ է ժողովրդին, որ մենք պատրաստվում ենք, գիտեք ինչ, հարկային քաղաքականություն վերանայել, մենք պատրաստվում ենք շատ ավելի միջոցներ հատկացնել ռազմական արդյունաբերությանը եւ այլն եւ այլն։ Այստեղ այսինքն դերերը փոխվում են, Եվրոպան շատ ավելի ինքնուրույնանալու հնարավորություն է ստանում, եկեք չմոռանանք, որ Ֆրանսիան միջուկային տերություն է դարձել Դե Գոլի ժամանակ, երբ Ֆրանսիան դուրս եկավ ՆԱՏՕ-ից, ստեղծեց միջուկային զենք, հետո նոր վերադարձավ, այսինքն Ֆրանսիայի միջուկային
այսպես ասենք, հովանոցը իր սուվերենության տակ է, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, որը ՆԱՏՕ-ի շրջանակներում է։ Այսինքն սա շատ կարևոր նյուանս է, որ ինչի վրա մենք պետք է ուշադրություն դարձնենք։ Բայց այդուամենայնիվ, պարոն Օրդուխանյան, երբ Զելենսկին հայտարարում է, որ Կիևը Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները կհամարի ժամանակավորապես օկուպացված, նույնիսկ եթե հիմա բավարար ռազմական ուժ չկա տարածքներն ազատագրելու համար, մեր տարածքները չեն վաճառվում, այս հայտարարությունները արդյոք չեն հուշում այն մասին, որ Կիևը պատրաստ է շատ ավելի լուրջ զիջումների, քան մինչև Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումներ։ Իդեպ այդ մասին շատ ավելի վաղել է խոսվել, որ օկուպացված տարածքները այսօր ռազմական ուժով վերադարձնելու պոտենցիալ Ուկրաինան չունի, բայց դա չի նշանակում, որ Ուկրաինան ճանաչելու է այդ տարածքները որպես Ռուսաստանի մաս, եւ դա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները կամ Եվրոպան, այդ թվում նաեւ Չինաստանը ճանաչելու են դրանք որպես Ռուսաստանի դաշնության մաս։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Մյունխենի գագաթնաժողովին Վենսից հետո ելույթ ունեցավ Չինաստանի արտգործնախարարը եւ նա խոսեց տարածքային ամբողջականության մասին, այսինքն սա ընդհանուր միջազգային իրավունքի համատեքստում։ Իհարկե, գետնի վրա ստեղծված իրադարձությունները կամ, այսպես ասենք, ուժերի դասավորությունը պետք է հաշվի առնել, դա է իրականությունը, բայց դա չի նշանակում, որ դե ֆակտո այդ հանգամանքը դե յուրե նաև ճանաչում է ստանալու։ Այնպես որ կարծում եմ, որ կոնֆլիկտը լուծվելու է հաշվի առնելով իրողությունները, բայց դա չի տանելու Ուկրաինայի սուվերենազրկման, որտեղ Միացյալ Նահանգները այդտեղ խոշոր տնտեսական շահեր է տեսնում։ Շատ ուժեր Հայաստանում ասում են, որ հիմա Ուկրաինան կմասնատվի, այ Հայաստանը պետք է հետևություններ անի եւ ասում են, տեսնում եք, որ ժամանակին ասում եք, թե հեսա Ռուսաստանը կքանվի, Ռուսաստանից ոչինչ չի մնա, հիմա տեսնում ենք, թե ինչ պատկեր է ձևավորվում, Թրամփը հայտարարում է, որ ուժեղ ազդանշաններ են ստացել, որ Մոսկվան պատրաստ է խաղաղության։ Ահա։ Ցավոք սրտի մեր մեջ, այսպես ասենք, կան մարդիկ, որոնք միշտ տագնապ են տարածում, բայց ուկրաինական խնդիրը ամենևին Հայաստանի հետ համեմատելու չէ, ոչ կոնֆլիկտաբանության տեսանկյունից, ոչ էլ միջազգային հարաբերությունների տեսանկյունից, սրանք տարբեր իրողություններ են, տարբեր նախադրյալներ ունեն, Ուկրաինան ունի ուղիղ սահման, Ուկրաինան ունի ռուսախոս բնակչություն, Ուկրաինան ունի ուղղափառադավան բնակչություն, այդ ամենը բացակայում է Հայաստանի պարագայում այն ծավալներով եւ մասշտաբներով, որոնք կարող էին նման նախադրյալներ ստեղծել, բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանը դառնում է դրանով ավելի վերահսկելի։ Տեսեք, խաղաղության խոսույթը բերեց ըստ էության Թրամփը, եւ այսօր Ռուսաստանը համաձայնեց այն խոսույթին, որը շրջանառում է Թրամփը։ Այսինքն նույնիսկ Ռուսաստանի դաշնությունը այսօր այնքան վերահսկելի է դարձել եւ կառավարելի, որ ԱՄՆ-ի կարգավորման պայմաններով է պատրաստ կոնֆլիկտը կարգավորել, որովհետեւ ԱՄՆ-ն կարող է, չէ, ինչ է ասում Պուտինը, նա ըստ էության ասում է դուք կարող եք այդ նույն մետաղներն այլ Ռուսաստանում արդյունահանել։ Այսինքն նա հասանելիություն է տալիս ստրատեգիական նշանակության ռեսուրսներին իր մրցակից ժամանակին թշնամի, այսպես ասենք, պայմանական Միացյալ Նահանգներին իր երկրի տարածքում ստրատեգիական հանածոներին հասանելիություն։ Սա Ռուսաստանի համար եթե հաղթանակ է, թող այդ ճանապարհով մտածեն։ Սա ուղղակի, այսպես ասենք, այդ բալանսը չփլուզելուն ուղղված քաղաքականություն է, որովհետև ուկրաինական պատերազմի 3 տարիների ընթացքում Չինաստանը ամբողջությամբ կլանեց ռուսական շուկան առնվազն։ Եվ դա նաև իր այդ քաղաքական ազդեցություններ է բերելու։ Բնականաբար Միացյալ Նահանգներին ձեռնտու չէ Ռուսաստան, որն ամբողջությամբ Չինաստանի ազդեցության տակ է հայտնվել, եւ հետեւապես այդ բալանսը ինչ որ չափով վերականգնելու համար հիմա վարում է այսպիսի քաղաքականություն, բայց դա չի լինելու այն քաղաքականությունը, որովհետեւ շատերը խոսում են, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը բաժանելու են աշխարհը։ Ամենևին այդպիսի բան չկա, որովհետեւ երկրորդ աշխարհամարտի տարիներին Եվրոպան ըստ էության պարտված էր, այո, եւ ԱՄՆ-ն եւ Սովետական միությունը այն ժամանակ կարողացան պայմանական բաժանել աշխարհը, բայց այսօր մեկ Ուկրաինայի մասին է խնդիրը, այսօր Եվրոպայի մյուս հզոր պետությունները ավելի են ավելացնում իրենց ռազմական բյուջեն եւ ավելի են սուբյեկտ անում։ Այդ ոնց է ստացվում, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պետք է բաժանեն աշխարհը, մի կողմ դնելով Չինաստանին, մի կողմ դնելով Հնդկաստանին, մի կողմ դնելով Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիային։ Նման բան ուղղակի հնարավոր չէ։
Հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հարցնեմ, որ շատ ընդդիմադիրներ հայտարարում են, որ Հայաստանը չպետք է լարեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նախ արդյոք դուք կարծում եք, այստեղ խնդիրը Հայաստանին էր թե ոչ, եւ մասնավորապես, որ երկրորդ նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանում շատերն են նեղացած, թե ինչու Ռուսաստանն իր պարտավորությունները չկատարեց։ Ռուսաստանն ուժային միջամտությունում համարանի Հայաստանի, որը ճակատագրական պահին գցել է եւ անցել քո թշնամիների ճամբարը։ Դե սա իր տեսակետն է, իհարկե իրականության հետ աղերս չունի, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը երբեք Ռուսաստանի հետ չի լարել հարաբերություններ, առհասարակ նաև հակառուսականության քարոզ չի արել։ Առիթներ եղել են եւս մեկ անգամ կրկնեմ, եթե Հայաստանը հակառուսական քաղաքականություն վարեր, Ռուսաստանի Դաշնության 100 հազարավոր քաղաքացիներ ուղղակի ուկրաինական պատերազմի մեկնակից հետո Հայաստան չէին գա, եթե Հայաստանում լիներ հակառուսականություն։ Սա փաստ է։ Հայաստանի Հանրապետությունը միշտ փորձել է պաշտպանել իր սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը, դաշնակցային պարտավորությունները նույնպես պատշաճ միշտ կատարել է, բայց ստացվում է այնպես, որ պատասխանը համարժեք չի ստացել Ռուսաստանի կողմից, որը ըստ էության չճանաչեց ադրբեջանական ագրեսիան եւ ներխուժումը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Հիմա ով ում է դավաճանել կամ ով է փչացրել հարաբերությունները, եթե այդպես պայմանական ասենք, եւ նույնիսկ վերջերս էր, չէ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարեց, որ Հայաստանի նկատմամբ արտաքին ագրեսիա չի եղել։ Եթե այս հարցերին անդրադառնար երկրորդ նախագահը կամ ովքեր այսպես այդ թեզերն առաջ են տանում, մենք գոնե ինչ-որ պատասխաններ իրենցից կկարողանայինք լսել, իսկ ինչու է, արդյոք այդ տարածքները Հայաստանի Հանրապետության տարածք չեն։ Այսինքն իրենք էլ են ընդունում, որ Հայաստան ներխուժում չի եղել թե ոչ։ Եթե ընդունում են, ուրեմն ստացվում է մերժում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Մերժում են այն քարտեզները, որոնք սովետական են, չնայած մի կողմից էլ, այսպես ասենք, սովետական դավանաբանությամբ առաջնորդվում են եւ փորձում են քաղաքական գիծ տանել։ Հակասությունները բազմաթիվ շատ են եւ լավ կլինի, որ այս իմաստով բանավեճ լինի այս թեզերի միջև եւ այդ բանավեճի ընթացքում մենք ճշմարտությունը շատ ավելի հեշտ կկարողանանք տեսնել մեր հանրությունը։ Լավ, ամեն դեպքում պարոն Օրդուխանյան, ինչպես կանդրադառնա այս գլոբալ փոփոխությունները աշխարհակաղակական մեր տարածաշրջանի վրա, որովհետև ես հիշում եմ մինչև ընտրությունը նախագահի Միացյալ Նահանգներում շատ քաղաքագետներն ասում են, որ պետք է դեմոկրատները շարունակեն պաշտոնավարել, որովհետև ճիշտ կլինի, որ շարունակեն պաշտոնավարել, որովհետև այդպես ձեռնտու է թե մեր տարածաշրջանին, թե մեր երկրին, թե Եվրոպային, բայց ամեն դեպքում տեսանք թե ինչ եղավ, ինչպես կանդրադառնա այս ամեն ինչը։ Խնդիրն այն է, որ այդ ճիշտը կամ սխալը մենք չենք որոշում, այլ այդ ուղղությունը որոշում է ամերիկացի ընտրողը եւ ընտրիչների ինստիտուտը եւ հիմա այդպեսին է, մենք այդ իրողության հետ պետք է հաշվի նստենք։ Առնվազն մենք Թրամփի վարչակազմի վարվող այս նոր քաղաքականության շրջանակներում Հարավային Կովկասի վերաբերյալ նոր կամ հեղափոխական խոսույթի շրջանառում չենք տեսել։ Չի եղել որևէ պաշտոնյա, որը ընդգծված խոսի մեր տարածաշրջանում քաղաքական գիծը Միացյալ Նահանգների վերանայելու անհրաժեշտության մասին առնվազն։ Հետևաբար այս պահի դրությամբ չկա որևէ նախադրյալ, որը մեզ ենթադրել կտա, որ այստեղ էլ կտրուկ փոփոխություններ են լինելու կամ սպասվում են, ավելին ասեմ, Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը հաջողվել է արդեն 2 անգամ շփումներ ունենալ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների, թե նախագահի, ես նկատի ունեմ վարչապետի շփումը Փարիզում, թե փոխ նախագահի Վենսի հետ Սպիտակ տանը շփում է կարճատև եւ նաեւ մեր դեսպանը տեսնում ենք շատ ակտիվ է եւ հրավիրվում է տարբեր միջոցառումների եւ մասնակցում է այնպես որ Հարավային Կովկասի պահով այս իրադրության պայմաններում դեռևս կտրուկ փոփոխությունների նախանշաններ չկան։ Չեմ կարող ասել ապագայում կլինեն թե ոչ, բայց այս ամենը թույլ է տալիս մտածել, որ ԱՄՆ շահերը ռազմավարական շեշտադրումներ այս պահին մեր տարածաշրջանում կտրուկ փոփոխություններ չեն կրել։ Միացյալ Նահանգների քաղաքացիներն են իհարկե ընտրում նախագահին, բայց արդյոք դեմոկրատների պարտության գլխավոր պատճառը հենց Ուկրաինան չէր կամ ուկրաինական պատերազմը չէր, որովհետև մենք հիշում ենք, որ Թրամփը հայտարարում էր քարոզարշավի ժամանակ, որ մեկ օրում պատրաստ է դադարեցնել կամ կարող է դադարեցնել այդ պատերազմը, իսկ դեմոկրատների դեպքում տեսնում ենք, թե ինչպիսի աջակցություն էր ստանում Ուկրաինան։ Դա հանգամանքներից մեկն էր, բնականաբար դեմոկրատների քաղաքականությունը կանխատեսելի էր եւ դրանով աշխարհը շատ ավելի մոտ ապագայի վերաբերյալ ընկալումների տեսանկյունից ավելի հանգիստ էր։ Հիմա շատ ավելի անորոշություն է, շատ ավելի անվստահություն է զարգանում, բայց ինչևէ, իհարկե դեմոկրատների աջակցությունը ակնհայտ է այս հանգամանքում եւ քանի որ
Պուտինը կրկնեց այն ինչ որ ասում էր Թրամփը, այսինքն եթե Թրամփը լիներ նախագահ, պատերազմ չէր լինի, սա այսպես հավասարակշռեց խոսույթը, իսկ նույնը չէր կարող ասել ուղղակի Զելենսկին, որ եթե լիներ Թրամփը, չէր լինի պատերազմ, որովհետև Բայդենի վարչակազմը ամեն կերպ աջակցել եւ օգնել է Ուկրաինային։ Այնպես որ այստեղ տակտիկական շատ հետաքրքիր քայլ արեց ռուսական կողմը եւ կարողացան ընդհանուր լեզու գտնել։ Սա է խնդիրը, կարծում եմ, եւ այսպես կտրուկ փոփոխություն գոնե մեր տարածաշրջանի վերաբերյալ ես չեմ տեսնում։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հիշեցնեմ իմ հյուրը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։